Մեսենջերով հասարակ մի հաղորդագրություն ես ստանում, թե անցիր հղումով ու մեքենա կշահես։ Անցնում ես ու սպասում։ Կամ առաջարկում են գումարներ դնել, խոսանալով, որ այն եռապատկվելու, քառապատկվելու, նույնիսկ հարյուրապատկվելու է։ Փորձագետները զգուշացնում են, հանցագործներ են նման բովանդակությամբ հաղորդագրությունների հետևում թաքնված։ Սոցիալական տարբեր կայքերում, Facebook-ում, Instagram-ում հանցագործները գովազդներ են տեղադրում, քաղաքացիներին առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ կատարել։ 2025-ին ավելացել են ֆինանսական զեղծարարության դեպքերը, 1500 քրեական վարույթ կա նախաձեռնված։ Կիբերհանցագործները խոշոր ֆինանսական կազմակերպությունների, հիմնականում բանկերի կամ ազդեցիկ մարդկանց անուններն են օգտագործում գումար շորթելու համար։ Շատերն են հավատացել ու բանկային փոխանցում կատարել հանցագործների ստեղծած օտարերկրյա բանկային կամ կրիպտո հաշիվների։ Անցած տարի այս եղանակով ընդհանուր $500,000 են հափշտակել մարդկանցից։ Նրանք հայկական WhatsApp-յան հեռախոսահամարներով ստեղծում են կեղծ օգտահաշիվներ եւ այդ օգտահաշիվներում տեղադրում են որևէ անձի լուսանկար, ով հեղինակություն ունի թե հասարակության շրջանում, թե կոնկրետ ինչ-որ բնագավառում եւ սկսում են գրել այդ բնագավառի աշխատակցին։ Ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը նկատում է, ոչ մի բանկ հաճախորդից չի պահանջում իրեն ուղարկել SMS-ով ստացած կոդը։ Սա արդեն ազդանշան է, որ գործ ունենք զեղծարարի հետ։ Այդ տվյալները նման են տամբալենու, այսինքն նրանք պետք է ոչ մի պարագայում դրանք երրորդ անձի չտրամադրեն։ Փող շորթելու ամենահայտնի ֆինանսական բուրգն է անցած տարի շատերին մոլորեցրել։ Առաջին անգամ ներդրում կատարողին գումարը կրկնակի են վերադարձրել, պայմանով, որ ծանոթ բարեկամներին էլ ներքաշի այդ գործարքի մեջ, բայց բուրգին միացած մյուս անդամներն անգամ իրենց ներդրած փողը հետ չեն ստացել։ Այս մարտավարությունն էր կիրառում Hello-Bit-ը, որի գործունեությունը բազմաթիվ բողոքներից հետո կասեցվել է։ Այն աշխատանքի առաջարկները, որը վերջիններիս առաջարկում են էլ ավելի եկամտաբերություն, եթե վերջիններս այլ անձանց ներգրավեն նմանատիպ հարթակներում, դա ազդակ պետք է դառնա մեր քաղաքացուն, որ նա գործ ունի հնարավոր ֆինանսական բուրգի հետ։ Կիբերհանցագործությունների թիրախում մարդիկ են, որոնք համացանցի այբուբենը ինչպես հարկն է չգիտեն։ Հավատում են անգամ, երբ մի հայտնի մարդու կամ սուպերմարկետի անունից առաջարկ է գալիս, թե մեկնաբանություն թող գրառման տակ ու մեքենա շահիր։ Մասնագետները հորդորում են նման հղումներով չանցնել, նախ ճշտել, արդյոք այդ տվյալը պաշտոնական էջերից է տարածվել։ Ոչ թե նրանք պետք է փորձեն տվյալ Facebook-յան էջի միջոցով կապ հաստատեն, բարձրաբանումներ ստանան, թե ինչ խաղարկության մասին է խոսքը, այլ համացանցում փորձեն գտնել նշված ընկերության պաշտոնական կայքը, Google որոնողական համակարգով։ Խաբեության զոհ չդառնալու համար պետք է իմանալ, որ աստղաբաշխական եկամտաբերությամբ ներդրումային հարթակներ գոյություն չունեն, նկատում են փորձագետները։ Հակառակ դեպքում ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող մարդիկ ոչ թե բանկերում ավանդ կդնեին, այլ այդ հարթակներում։ Բացի այդ, անձնական տվյալները ոչ մի դեպքում չպետք է փոխանցել անծանոթ մարդկանց, եթե չեք ուզում զեղծարարության զոհ դառնալ, քարտի վավերականության ժամկետը կամ CVV կոդը մի տրամադրեք ոչ ոքի, անգամ եթե ձեզ միլիոններ են խոստանում։ Միայն բանկային քարտի դիմացի թվերով բավարար է գումար ստանալու համար, բայց այնինչ մեր քաղաքացիներին շատ դեպքերում ուղարկում են կեղծողումներ, առաջարկում են հավաքել ոչ միայն դիմացի թվերը, այլ նաև վավերականության ժամկետը, հետևի CVV կոդը եւ դրանով իսկ հնարավորություն են տալիս զեղծարաններին հափշտակել իրենց բանկային քարտի գումարը։ Հայկ Մկրտչյանը վստահեցնում է, հնարավոր է կանխել կիբերհանցագործությունը, քանի դեռ հանցագործները չեն հասցրել կանխիկացնել գումարը, բայց դրա համար խաբեության զոհ դարձածները պետք է դիմեն իրավապահներին այն պահին, երբ հասկացել են, որ խաբվել են։ Թերեզա Կադայեվչյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Միտքը պետք չլինի, բայց սենց միտք պետք։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։